Հնդկաստան-Պակիստան սահմանային կրակոցներն ու հնարավոր էսկալացիան լրջագույն սպառնալիք է Հայաստանի ՏՏ ու առևտրի ոլորտի համար։ Եվս մեկ բախում Քաշմիրում կամ այլ տարածքում ու Հայաստանի ստարտափների մի շարք նախագծեր կարող են կանգնել։ Տեխնոլոգիական աշխարհը վաղուց արդեն գլոբալ բնույթ է կրում եւ ցանկացած պատերազմ կարող է կանգնեցնել գործակցությունները, կտրել կապերը ու վերագրանցել շահառուներին։ Հայաստանցիներից շատերը բավականին մոտիկից ծանոթ են հնդկական IT ոլորտի ներկայացուցիչների հետ եւ նրանց հարաբերությունները տարեստարի խորանում են։ Եվ մենք պետք է արձանագրենք, որ Հայաստանի եւ Հնդկաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խոչընդոտման մասով կան բազմաթիվ այսպես բաներ, մակարդակներ, որոնք պետք է լուծվեն։ Անշուշտ պատերազմը կամ կոնֆլիկտի թեժացումը մեզ համար կարող է լրացուցիչ խնդիրներ առաջացնել, օրինակ զենքի մատակարարման մասով։ Հնդկաստանն այսօր համաշխարհային ՏՏ արդյունաբերության միակենտրոն հանգույցներից մեկն է։ Այստեղ են տեղակայված համաշխարհային հարյուրավոր կորպորացիաների ինժեներական թիմեր, տեխնիկական աջակցություն տրամադրող կենտրոններ, ծառայությունների արտահանումը կազմում է միլիարդավոր դոլարներ։ Այս պարագայում մի կողմում ռազմական լարվածությունն է, մյուսում տվյալների կենտրոններն ու ծրագրավորողների ցանցերը։ Հնդկաստանը նաև այս պահին ակտիվ գործընկեր է հյուսիս-հարավ կամ հարավ-արևմուտք ճանապարհային միջանցքերի կառուցման մասով, բազմաթիվ նախագծեր ունի այս ուղղությամբ, հաճախ խորհրդակցություններ, քննարկումներ է կազմակերպում նաև հայ փորձագետների պետական պաշտոնյաների մասնակցությամբ եւ այսպիսի կոնֆլիկտները կարող են դարձյալ ուշադրությունը շեղել կամ որոշակի նվազեցնել ակտիվությունը այս ուղղությամբ։ Հայաստանի IT ոլորտը վերջին տասնամյակներում ինտենսիվորեն ընդլայնվել է դեպի գլոբալ շուկա եւ որպես արտադրող եւ որպես գործընկեր։ Այդ հարաբերությունների հյուսվածքներում Հնդկաստանն ունի առանձնահատուկ տեղ որպես տեխնիկական ենթակապալառու, գործընկեր եւ նույնիսկ պոտենցիալ շուկա։ Չմոռանանք նաեւ զենքի շուկայի մասին, որը վերջին տարիներին հայ-հնդկական օրակարգի մաս է կազմում։ Այս կոնֆլիկտի օր առաջ այսպես դադարեցումը մեզ համար կարևոր նշանակություն ունի, հաշվի առնելով Հնդկաստանի մեր առևտրատնտեսական, քաղաքական, մշակութային կապերը։ Շատ հայկական ընկերություններ աշխատում են հնդկական թիմերի հետ, պատվիրելով ծրագրավորման որոշակի հատվածներ, վեբ ծառայությունների սպասարկում կամ հաճախորդների տեխնիկական աջակցություն։ Մյուսները օգտագործում են հնդկական պլատֆորմները։ Այդ կապերը թվում են ամուր, այնքան մինչև քաղաքական կայունությունը սկսում է ճակ տալ։ Նանե Հայրապետյան, Նոնա Գևորգյան, ABC Media։